Աշխարհի առաջնությունում հանգստի օր գոյություն չունի։ Նիդերլանդները 5 գոլ խփեց, Գերմանիան հաղթեց ծանր կորստի գնով։ Կյուրասաոյի դարպասապահը վերածվեց պատի, Կապովերդեն հերթական ֆավորիտին կանգնեցրեց, իսկ Մոհամեդ Սալահը Եգիպտոսին տարավ պատմական հաղթանակի։ Մեսսին, Մբապեն ու Հոլանդը կրկին իրենց երկրների ֆուտբոլային աստվածներն են, հատկապես արգենտինացին։ Ինքը մենակ Արգենտինայի հավաքականն արդեն։ Էնպես որ բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայքն ու գրեք կոմենտ դառնալով հետրիկի հեղինակ։ Նիդերլանդները միացրեց տոտալ ֆուտբոլի ռեժիմը, հաղթելով Շվեդիային 5-1 հաշվով։ Ինչ ես Հոլանդիայից սկսում, ծխած ես։ Ծխած են Հոլանդիայում, որ միջև հիմա Կումանին թողնում են մարզիչ։ Չնայած Բրայան Բրոբին ու Կոդի Գակվոն դարձան դուբլի հեղինակներ, իսկ շվեդների պաշտպանությունը հանդիպման ընթացքում այնքան բաց էր, ոնց որ Երևանը մոլի բաց Wi-Fi լիներ, անսահմանափակ յուզերների է բավարարում։ Առաջին տուրում Ճապոնիայի դեմ խաղից հետո Նիդերլանդներին շատ էին քննադատում անարդյունավետ խաղի համար, իսկ ահա այս պահին շվեդների հետ խաղում նրանք իրենց գնդակի տիրապետումը վերածեցին գոլերի եւ վստահ հաղթանակի հասան։ Նրանք ապացուցեցին, որ իրենց մոտ միայն համազգեստը չի, որ գեղեցիկ է։ Արագ փոխանցումներ, եզրային անցումներ եւ գրեթե կատարյալ իրացում։ Այս հաղթանակից հետո Նիդերլանդները իրենց խմբի առաջատարը դարձան, չնայած նարինջները շատ հեռու չեն գնա, քանի որ նորվեգացիները արդեն սկսել են ուտել նրանց։ Ինչ ես անիմաստ խոսում, որ նախորդ վիդեոյում ուշադիր լինեիր, կիմանայիր ինչ եմ ասում։ Ամեն դեպքում Հոլանդիան առաջինն է, իսկ շվեդների համար պատկերը մի քիչ տխրեց, քանի որ նրանք պարտվեցին ոչ միայն հաշվով, այլ նաև խաղով, արագությամբ, մենապայքարներով։ Շվեդները տուրբուլենտային գոտում են, մեկ շատ լավն են, մեկ էլ Oh my gosh։ Տխուր էր նաև Գերմանիայի համար, որը հաղթանակի համար ծանր գին վճարեց, իսկ թե քարտով, թե քեշ, մի քիչ հետո կասի գլոբը, իսկ ես տեղեկացնեմ, որ Նագելսմանի թիմի հաղթանակը այս անգամ գերմանական չէր։ Չինական էր, 2-1 հաղթեց, բայց կորցրեց լավագույն պաշտպաններից մեկին։ Նիկո Շլոտերբեկը ծանր վնասվածքի պատճառով այլևս չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Մյուս կողմից տեղը ապահովեցին փլեյոֆում։ Հիմա չգիտեն, տխրել թե ուրախանալ արդյունքում Փաստորեն ուրախ էին, իսկ կենտրոնում Դենիս Ունդավն էր, որովհետև հենց նա խփեց 2 գոլերը փոխարինման մատնելով։ Շլոտերբեկի փոխարեն Նագելսմանը չի կարող նոր ֆուտբոլիստ հրավիրել ըստ կանոնակարգի, բայց նա ունի մի շարք պաշտպաններ, բայց այ թե այդ պաշտպանները կարողանան արդյոք Շլոտերբեկի օգտակարությունն ապահովել մեծ հարցական է։ Մինչև հիմա չես խոսացել ամենադրական կողմից արա։ Այո, ճիշտ ասում ես երկարավզիկը։ Գերմանացիները 12 տարվա դադարից հետո են խայտառակ անհաջողություններից հետո վերջապես կարողանում են փլեյոֆում տեղ ունենալ։ 18-22 հիշեք։ Ես բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Գերմանիան այս անգամ էլ շատ հեռուն չի գնա։ Բայց դե որ խմբից դուրս են գալիս արդեն լավ է։ Խմբից դուրս գալու մասին երազանքներ ունի նաև Կյուրասաոն, քանի որ ուներ 1 դարպասապահ մի ամբողջ Էկվադորի հավաքականի դեմ։ Խաղն ավարտվեց 0-0։ Հաշիվը գուցե այնքան էլ հետաքրքիր չի, բայց իհարկե խաղի հերոսը Կյուրասաոյի ցի դարպասապահ Էլոյ Ռումն էր։ Նա կատարեց 15 սեյվ, 15 գլոբ։ Արա դու ես կենթանի ես։ Էկվադորը ամեն ինչ, գրեթե ամեն ինչ արեց գոլ խփելու համար, բայց թողեց մյուս անգամվա։ Իսկ այդ Կյուրասաոն այս ոչ ոքիով ապահովեց իր պատմության մեջ առաջին միավորը աշխարհի առաջնություններում։ Հանդիպումից հետո սկսեցին կասկածներ պտտվել, որ խաղի ժամանակ դարպասում 3 դարպասապահ է ունեցել։ Իսկ ահա Ճապոնիային ընդհանրապես դարպասապահ պետք չեկավ։ Նրանք 4-0 հաշվով հաղթեցին Թունիսին, այս խաղը հոբելյանական էր FIFA-ի համար։
Գլոբ Զաժիգայ։ Այս հանդիպումը դարձավ աշխարհի առաջնությունների պատմության 1000-րդը։ Ճապոնացիները այս պատմական խաղին արձագանքեցին համապատասխանաբար արագ, ագրեսիվ ու շատ կարգապահ, ինչպես խաղերից հետո հավաքում են իրենց հետևից տրիբունաներում։ Կարճ ասած, Թունիսի համար կարևորը մասնակցությունն էր, իսկ Հաճապոնիան տեղը ապահովեց play-off-ում։ Ու գիտեք, նրանց հաղթանակն այլևս անակնկալ համարել չի կարելի, որովհետև նրանք ստաբիլություն են ցույց տալիս, ու եթե այսպես շարունակվի Գրանդ հավաքականները արդեն վիճակահանությունից առաջ ասելու են. ոչ, միայն ոչ ծագող արև։ Իսկ արդյոք Յամալին կարելի է համարել ծագող աստղ։ Ավելի ճիշտ կլինի ասել ծագող։ Յամալը վերադարձավ Իսպանիան նույնպես։ Առաջին տուրում Կապո Վերդեի հետ ոչ ոքից հետո երկրպագուները հավաքականի դիմաց դրել էին հարցեր, որոնց չէր կարողանում պատասխանել անգամ հավաքականի ամենախառոշին։ Ու այդ խաղից հետո իր ամբողջ հարստությամբ երևաց շեյխական համայնքը։ Յամալը բացեց խաղի հաշիվը, Օյարսաբալը այն կրկնապատկեց եւ մի հատ էլ ինքնագոլ եղավ։ Յամալի վերադարձով Իսպանիայի հավաքականի հարձակման գծում սրությունը ավելացավ եւ նա խաղում էր սովորականի պես անցումներ ձևակերպելով, բայց իհարկե մրցակիցը Սաուդյան Արաբիան էր, ինչպես եղավ Մեսսիի հետ, երբ նա 3 գոլ խփեց Ալժիրին ու ասում էին Ալժիրն է, հետո թե ինչ արեց կասեմ վերջում Մեսսին կրկին թագադրվում է։ Իսպանիան այժմ ունի 4 միավոր եւ գլխավորեց իրենց խմբի մրցաշարային աղյուսակը։ Լավ, հիմա ծանոթանանք առաջիկա խաղերին, որտեղ հունիսի 23-ի երեկոյան Պորտուգալիան երկրորդ խաղը կանցկացնի Ուզբեկստանի դեմ խաղում։ Կեսգիշերին Անգլիան կխաղա Գանայի դեմ։ Ու հաջորդ օրվանից կսկսվեն երրորդ տուրի խաղերը Շվեյցարիա, Կանադա եւ Բոսնիա, Քաթար։ Հունիսի 25-ին Բրազիլիան Շոտլանդիայի դեմ խաղում կորոշի խմբի առաջատարին, իսկ Չեխիան Մեքսիկայի դեմ play-off գնալու վերջին փորձը կանի։ Հունիսի 26-ի լուսադեմին Ճապոնիան ու Շվեդիան երկրորդ տեղի կռիվ կտան։ Բելգիան կրկին գեղեցիկ պճնամոլ անուններ ունի, բայց գոլ չունի։ Իրանի դեմ խաղն ավարտվեց 0-0 հաշվով։ ایران در جام جهانی آسیا کشور نروژ رو وای چقدر سفته لوکاکو تو بهترین بازیکن دنیا هستی Բելգիան ավելի շատ էր տիրում գնդակին, ավելի շատ էր գրոհում, բայց Իրանի դարպասապահ Ալի Ռեզա Բեյրանվանդը հիանալի հանդիպում անցկացրեց։ Իրանցիները նույնիսկ գոլ խփեցին Մեյդի Թարեմիի ուժերով, բայց արձանագրվեց խաղից դուրս վիճակ։ Իրանը այնքան հաբրգեց, որ նույնիսկ Բելգիային թողեց 10 հոգով, դաշտից հեռացվեց պաշտպանը։ Շատ անհաջող վիճակ է ստացվում այս խմբում։ Իրանն ու Բելգիան ունեն երկուական միավոր եւ վերջին տուրում ուղղակի պետքա Իրականում այս երկու հավաքականներն էլ ունեն խնդիրներ։ Բելգիայում անառողջ մթնոլորտը, ինչպես միշտ կարծում եմ, կա, իսկ Իրանը միասնականության խնդիր չունի, բայց ահա նրա դեմ էլ պայքարում են արտաքին ուժեր։ Այս հավաքականը ամեն խաղի համար ստիպված պետքա երկրի սահման անցնի, վիզայի հարցեր լուծի, ճգնաժամերի մեջ ընկնի։ Իրանից հայտնում են, որ կբողոքեն FIFA-ին, բայց կարծում եմ պատասխանը պարզ է։ Իրանը մինչև play-off մտնելը պետքա փորձի երկիր մտնել, հետո դուրս գալ, նորից մտնել ու տենց շարունակ։ Ինչ որ process է հիշացնում, չէ։ Իսկ մինչ Իրանը շարունակում է մտնել ու դուրս գալ Ամերիկա, Կապո Վերդեի հեքիաթը շարունակվում է։ Ուրուգվայը չկարողացավ հաղթել Պուջուրիկ Կապո Վերդեին, խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ Այդ պուջուր երկրի առաջին գոլը աշխարհի առաջնություններում ավելի քան շքեղ ստացվեց Քևին Պինայի հարվածից հետո։ Ուրուգվայը մինչև ընդմիջում հաշվի մեջ առաջ անցավ անգամ ու բոլորը մտածեցին, թե վերջ, հեսա Վալվերդենք կբռնեն ու
ու բռնեցին խայտառակության ճամփեն, որովհետև երկրորդ խաղակեսում Կապո Վերդեն ուժեղ պայքարի գնով կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Ֆիքսենք, որ Կապո Վերդեն նախ չի պարտվում Իսպանիային, հետո Ուրուգվայի։ Հեսա կբռնի վերջին տուրում Սաուդյան Արաբիային ու կգնա փլեյ-օֆ, իսկ այնտեղ իրենց կես միլիոն բնակչությունը կհասնի ինֆակտի։ Իսկ հա մյուս խաղը Իսպանիա-Ուրուգվայ շատ կատաղի պայքարում է անցնելու մեր մեջ ասած։ Կապո Վերդեի պես Եգիպտոսն էլ իր պատմությունն է գրում չնայած Սալահի ներկայության արդեն վաղնջական ժամանակներից։ Նրանք կարողացան Նոր Զելանդիային հաղթել 3-1 հաշվով այն պարագայում է, երբ պարտվում էին։ Երկրորդ խաղակեսում փարավոնները կերպարանափոխվեցին։ Զիկոն հավասարեցրեց հաշիվը, Սալահը առաջ մղեց իր թիմին, իսկ հա Տրեզեգեն ձևակերպեց վերջնական հաշիվը։ Զիկո, Տրեզեգե, մի խառնվի իրար, ձեր ժամանակների Զիկոն ու Տրեզեգեն չեն։ Ամեն դեպքում Սալահն է Եգիպտոսի աստծա, Եգիպտոսի հավաքականի առաջին հաղթանակն էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում։ Դրա համար էլ նրանք այնքան ուրախ էին, որ հանվել ու դժում էին։ Մինչ այս խոսում էինք հանգստյան օրերի խաղերի մասին, իսկ հիմա ժամանակն է ամենաթարմ խաղերին բզբզալու։ Օրինակ Ալժիրը կամային հաղթանակ տարավ Հորդանանի դեմ խաղում ու այս համեստ հավաքականը կրկին պայքարեց մինչև վերջին վայրկյանը, պարզապես Ալժիրը իր փորձի անհատների հաշվի կարողացավ հաղթանակը տանել։ Օրվա ամենադրամատիկ խաղը տեղի ունեցավ Նորվեգիայի եւ Սենեգալի միջև։ Նորվեգացիները հաղթեցին ու սկսեցին շարժել Նյու Յորքը։ Ու դա նրա համար, որ նորվեգացիները երկար դադարից հետո վերադառնալով աշխարհի առաջնություն միանգամից առանց վերջին տուրին սպասելու ապահովում են տեղը փլեյ-օֆում։ Ուղղակի շքեղա, Հոլանդը կրկին ֆանտաստիկ էր, նա 2 գոլ խփեց եւ կարծես թե աշխարհի առաջնությունում նա իրեն զգում է ձուկը ջրում։ Իսկ Սենեգալը պայքարելով մինչև վերջ կրկին պարտվում է։ Ինչ որ բան աֆրիկյան երկրի հավաքականին չի հերիքում։ Գուցե սնունդը, տախտակ հումոր, նրանց չի հերիքում ազատությունը։ Իսկ նորվեգացիները ուտելու խնդիր չունեն եւ համարվում են գաղտնի ձիուկը այս մրցաշարում։ Մեկ էլ տեսար հրաշքը բոցկլտաց եւ նրանք դարձան աշխարհի փոխ-չեմպիոն։ Ու ավանդաբար նորվեգացիները լինում են հարուստ ու ապահով։ Դրա համար էլ նրանց ներկայությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ հանգուցյան պայմաններում շատ մեծ էր։ Նրանք ուղղակի քանդում են ամբողջ Ամերիկան։ Իսկ Հոլանդը իր գոլերով ամբողջությամբ վարձահատույց է լինում այդ երկրպագուներին։ Սենեգալը խաղից առաջ ասում էր, որ չի կենտրոնանալու միայն Հոլանդի վրա, այնինչ փորձը ցույց տվեց, որ հենց այդ վիկինգի վրա պետք էր կենտրոնանալ մի 5-6 հոգով։ Իսկ Իրաքը Ֆրանսիայի դեմ խաղից առաջ հայտարարել էր, որ պետք է կենտրոնանա երկրում իրավիճակը կայունացնելու եւ մի քիչ ավելի լավ ապրելու համար, որովհետեւ Ֆրանսիայի դեմ տրամաբանորեն նրանք ոչ մի ակնկալիք։ Իհարկե, այս խաղը առանձնացավ Մբապեի դուբլով ու նրա գոլերի քանակը հասավ 60-ի։ Ուսման Դեմբելեն վերջապես հավաքականումը գոլ խփեց, բայց հետաքրքրությունը այստեղ մցրեց ոչ թե Ֆրանսիան, ոչ թե Դոնալդ Թրամփը, այլ նորին մեծություն եղանակը։ Ամբողջ խաղի ընթացքում այնպիսի անձրև էր գալիս, որ ուղղակի հնարավոր չեղավ շարունակել խաղը։ Մոտ 2 ժամ հետաձգվել է խաղի վերսկսումը ու դա շատ լավ հնարավորություն տվեց Իրաքին, որ հանգստանան, թե Ֆրանսիային, որ վերակազմավորվեն, բայց ամեն դեպքում խաղը այնքան էլ հետաքրքիր չէր, որքան դրանից հետո սպասվող ինտրիգները։ Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ Ֆրանսիայի հավաքականը իր ներուժով այս անգամ չեմպիոնական չի, որովհետև կենտրոնում խնդիրներ կան ամեն դեպքում ու դրանք կերևան շուտով։ Ամեն դեպքում անհատների մակարդակով Ֆրանսիան ուղղակի խոսքեր չկան։ Որոշ հավաքականներ
Ամբողջ աշխարհով պատտվում են, որ գոնե մի նորմալ արձակվող ճարեն, սրանք մի 10-16 ունեն, արա։ Հարցակվողների պակաս չունի նաև Արգենտինայի հավաքականը, չնայած եթե կա մի հոգի, էլ մնացած դում են պետք։ Կատակ եմ անում իհարկե, նրանց ներդրումը այդ հաղթանակի մեջ շատ ավելի ներ, քան կարելի է պատկերացնել, բայց մինչև խաղը պետք է նշել իհարկե, որ Արգենտինայում Արգենտինա-Ավստրիա խաղի օրը հունիսի 22-ին շատ հատուկ օր էր, որը նշվում է որպես արգենտինացի ֆուտբոլիստի օր։ Դա այն օրն էր, երբ 1986 թվականին հունիսի հենց 22-ին գրանցվեց Մարադոնայի Աստծո ձեռքը գոլը Անգլիայի հավաքականի դարպաս։ Արգենտինան հաղթեց 2-0 հաշվով Ավստրիային եւ մինչև վերջին տուրը արդեն ապահովեց իր տեղը փլեյօֆում։ Երկու գոլն էլ խփեց Լեոնել Մեսսին։ Բայց նրա համար խաղն այնքան էլ հաջող չսկսվեց, նա վրիպեց 11 մետրանոցից, բայց ինչպես հատուկ է մեծագույն պրոֆեսիոնալներին, նա չընկճվեց եւ մի քանի րոպե հետո խփեց խաղից, գոլը խաղից։ Ու ընդհանրապես այդ խաղում ամեն ինչ, գրեթե ամեն ինչ հենց Մեսսիի շուրջ էր։ Նա ամենաշատն էր հնարավորություն ունեցել խփելու եւ ամենակարևոր պահը հենց վերջում էր, երբ 1-0 լողացող հաշվի ժամանակ նա նախ գրոհը սկսեց, հետո Տուգանային հրապարակում համառություն դրսևորելով փորձեց այնքան մինչև գնդակը մխրճեց դարպասը ու այդտեղ շատ լավ երևաց, որ այդ կլոր իրը շատ է սիրում արգենտինացուն ու դա բնական է իհարկե։ Մի հատ էլ դրանից հետո ամենավերջում անցում է կատարում, Տուգանային է վաստակում ու պատկերացրեք, որ անկարծ այդ Տուգանայինը գոլով ավարտվեր։ Ուղղակի խոսքեր չկան բնութագրելու արգենտինացուն, նա ֆանտաստիկագույն ֆուտբոլիստ է։ Ու այդ ամենը հաշվի առնելով կարելի ասել, որ նա 11 մետրանոցը դիտմամբ չիրացրեց, որ մի քիչ ակտիվություն առաջանա, մի քիչ ստրես մտցնի երկրպագուների մեջ, թե չէ, եթե այդ խփեր 11 մետրանոցը խաղը լրիվ կվերջ։ No, felicidad, obviamente, mucha felicidad sobre todo por el triunfo, un triunfo muy... Իհարկե մենք էլ այս նորությունները առաջինը չդրեցինք, որ ինտրիգ մտցնենք, որ գակացնենք մինչև հիմա մի հատ գրկվենք, ասենք շնորհակալություն իրար, որ հոգնեցինք իրար, բաժանորդագրվեցինք, լայքեցինք եւ զանգակեցինք հետրիկի հեղինակ դառնալով։ Գրեք ձեր կարծիքները եւ մենք անպայման կվերադառնանք։